Շախոյան, դուք ամենաակտիվ ՔՊԱ-ականն եք համարվում, կարելի է ասել առավոտից երեկո ներկայացնում եք, պաշտպանում եք ՔՊԱ-ականին, ցանկացած դիրքորոշում, անընդհատ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը գովում եք, որտեղ նաև այնտեղ աշխատում եք, բայց կարծես թե կուսակցությունում ընդունված չեք, որտեղ լավագույն հիսնյակում դուք չկաք։ Ինչն էր խնդիրը, վերլուծել եք։ Երևի լավ չեք նկատել կամ ճիշտ չեք նկատել։ Ես այս իշխանությանը, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտպանում, սատարում էի, նաև մինչև պաշտոնի նշանակվել է։ Իսկ կուսակցությունում ընդունված չեք, ինչ են պատվիրակները չեն քննի։ Վերաբերում է կուսակցական գործունեությանը, ընդհանրապես կարելի ասել 2-3 ամիս առաջ եմ դարձել կուսակցական։ Ասեմ ձեզ, այս process-ների ընթացքում ձայների այն քանակը, որը հավաքել էի ներկուսակցական ընտրությունների արդյունքում, մեր կուսակիցները ձայն են տվել ինձ, ես ես վստահեցնում եմ, բավականին մեծ էր թիվը ընդամենը 2-3 ամսվա համար, ինչի համար ես իմ կուսակից գործընկերներին շնորհակալ եմ բնականաբար։ Ուզում եք գնալ օրենսդիր, նպատակ ունեք գործադիրից տեղափոխվել։ Պրոցեսներից կախված կհասկանանք։ Իսկ ամենայն դեպս քաղաքական հետ ներկայացրել եմ արդեն։ Կուսակիցներից վիրավորված չեք, որ առավոտից երեկո պաշտպանում եք իրենց, ձեր դիրքորոշումը ՔՊԱ-ականների նկատմամբ միշտ ամենալավն է լինում։ Ինչի այդպիսի վերաբերմունք ցույց տվեցին։ Դուք ասում եք շատ են ձայները, բայց լավագույն հիսնյակում չեք, որ դուք կարողանաք լինեք լավագույն հիսնյակում, հիմա արդեն 30-յակի համար ենք քվյա։ Նորից եմ կրկնում, ընդամենը 2-3 ամիս է ինչ կուսակցական գործունեություն եմ ծավալել։ Բնականաբար կուսակցականներից շատերը, մեր գործընկերներից շատերը նույնիսկ չեն հասցրել ծանոթանալ ու ճանաչել ինձ, եւ բնականաբար այս 2-3 ամսվա ընթացքում հավաքած ձայների քանակը բավականին մեծ է։ Ինչի համար նորից եմ ասում, շնորհակալություն եմ հայտնում իմ կուսակցական գործընկերներին։ Ինչ եք կարծում ՔՊ-ն իշխանության վերադառնալու եւ որովհետեւ նաեւ անդադար դուք քննադատում եք այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր ուզում են մրցապայքարի դուրս գալ, Սամվել Կարապետյանին եք թիրախավորում, Արման Թաթոյանի մասին եք խոսում, ինչ եք կարծում, վախ կա ձեր մեջ, որ ՔՊ-ն հետ չի գա իշխանության, թե ինչն է ձեր խնդիրը անդադար։ Ոչ թե վախ կա, այլ իմ մոտ կա համոզմունք առայն, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնահատում է այս տարիների ընթացքում մեր ունեցած ձեռքբերումները, այս իշխանության արածը եւ բնականաբար այն խաղաղությունը, որը այսօր հաստատված է։ 30 տարիների ընթացքում, մոտ 30 տարիների ընթացքում մեր ժողովուրդը հասցրել է անցնել թե պատերազմի մեջով եւ թե վերջին տարիներին հասցրել է վայելել խաղաղության քաղցրությունը, ու ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կանի իր ճիշտ ընտրությունը, բնականաբար գնահատելով այն խաղաղությունը, որն ունենք մենք այսօր։ Դուք ինչ ուղղությամբ եք համակարգում վարչապետի աշխատակազմը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալվեք, ինչ ուղղությամբ, ինչ գծով, թե տարբերություններ թվարկեք, որ խնդրեմ։ Այդ թվում նաև ապատեղեկատվության դեմ պայքարի գծով։ Դրա հետ է կապված նաև, որ դուք աշխատանքի ժամին նաև Facebook-յան գրառումներ եք անում քաղաքական հակառակորդներին ուղղված։ Շատ սուր քննադատություններ եք հնչեցնում, անդադար եթե իսկ ինչ որ բան ինձ սահմանափակում է, նման ձևով իմ դիրքորոշումը հայտնելու։ Աշխատանքի ժամին լինի թե աշխատանքից հետո Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ազատ է արտահայտել իր դիրքորոշումը, այդ թվում նաև պետական պաշտոնյաները, առավել եւս եթե ունեն քաղաքական որից է հայացքներ։ Ես չեմ ասում ինչու եք դիրքորոշում հայտնում, իմ հարցը հետևյալն է, աշխատանքի ժամին իրավունք ունեք, օրինակ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանին, Քոչարյանին ուղղված գրառումներ։ Ձեր հարցին հարցով պատասխանեմ, իսկ օրենքի մեջ չկա որից է կետ, որը սահմանափակում է ինձ իմ դիրքորոշումները արտահայտելու։ Կա աշխատանքային ժամ։ Ես ձեզ հարցնում եմ, կա նման կետ, սահմանափակող որից է բան կա, որքան ես տեղյակ եմ, չկա։ Եվ բնականաբար ես ազատ եմ արտահայտել իմ կարծիքը։ Եվ Media News հարթակը լրատվամիջոցը ձեր հետ որևէ առնչություն ունի, թե ոչ։ Այդ հարթակի ու լրատվամիջոցի հետ կապված եղել են այդ թվում նաև բազմաթիվ դատական հայցեր, որոշ քաղաքացիներ, ոմանք կարծել են, որ այդ հարթակի հետ ես որևէ առնչություն ունեմ, դատական հայցեր են ներկայացրել դատարան, բայց արդյունքը դատալեքսում հրապարակված է, կարող եք մտնել, ստուգել, տեսնել, որ ես որից է կապ առնչություն չունեմ այդ հարթակի հետ։
դա ընդհանրապես քաղաքական շահարկում է, ավելի ոչ մի բան։ Բայց ինֆոքոմներ կարծեմ գնացել հետքերով եւ տեսել էր, որ ինչ որ մի հասցե այդ լրատվամիջոցի հետ կապված գրանցված է ձեր կամ հասցեը։ Արգելին արեք։ Մենք ապրում ենք այնպիսի դարում, երբ հասանելի են բոլորի տվյալները եւ կարելի է ցանկացած մարդու անունով բացել դոմեն կամ գրանցել կայք ու հետո այդ կայքը կամ բացած դոմենը կապել այդ մարդու հետ։ Նորից եմ կրկնում, DataLex դատական համակարգի էլեկտրոնային հարթակում հրապարակված են դատական հայցերի արդյունքները։ Կարող եք մտնել եւ ստուգել։